Փորձարկում։ Այսօր միասին փորձարկելու ենք շատ խառը բաներ ու միասին նայելու ենք, թե որն է ամենահամովը ու գնահատելու ենք 1-ից 10 բալային համակարգով։ Առաջինը եկեք սկսենք Grand Candy-այս կոնֆետներից։ Այսինքն տեսք ունեն։ Իրականում շատ հավանեցի, այս մրգերն են, ես փորձեցի լայմի համովը, այսինքն շոկոլադներ են, իսկ ներսում այսինքն տեսք ունի, շատ համովը կգնահատեմ 10-ից 10։ Հաջորդը այս կոնֆետներն են Smarties, իրանց ոչ միտեղ չեմ տեսել, եկեք միասին փորձենք։ Համոյում եմ դեմ սա հիշացնում, շատ համովը, էլի կգնահատեմ 10-ից 10։ Հաջորդը ուզում եմ փորձարկենք այս չոկոբոյները, բայց իրանք ոչ թե արդեն սնկի տեսքով են, այլ այսինքն ինչ-որ թխված կբլիթի տեսքով են, իսկ մեջն էլ շոկոլադ, եկեք բացենք։ Այսինքն տեսք ունեն։ Շատ համովը, իսկ այս վրայինը թխված կբլիթ է, գնահատում եմ 10-ից միլիոն։ Հաջորդ տարօրինակ բանը, որ միասին փորձարկում ենք, դա Coca-Cola է, բայց վանիլի համով է։ Եկեք բացենք, հուսամ եղունգներս չեմ ջարդի։ Անկեղծ ասած, ես կյանքումս Coca-Cola փորձած չկամ, բայց բոլորը ասում են, որ նույն Pepsi-ն է, ու այս դա փորձարկում եմ ոչ մի տենց վաների համ չեմ զգում։ Եկեք մի հատ էլ փորձենք։ Սովորական Coca-Cola է, կգնահատեմ 10-ից 2։ Հաջորդը փորձարկում ենք այս չիփսը, որը բուրգերի համով է։ Հոտը շատ լավն է, բարբիկյուի հոտ է գալիս, այսինքն տեսք ունեն, իրանք շատ մեծ են, հիմա փորձենք ուտել այսքանը։ Այսի անպայման screenshot արեք, որ եթե խանութում տեսնեք, անպայման վերցնեք, շատ համովը, ոնց Ռոզան ասում, ծիծիլյոնից ծիծիլյոն։ Եվ վերջին բանը, որ ուզում եմ փորձարկել, դա Pinkberry-ի, ավելի կոնկրետ Փերփերի մուլտֆիլմի այս պանժիկներն են, ինքը կոկոսի եւ խթացրած կաթի համով է։ Փորձում ենք։ Այս վրայինը սովորական շոկոլադ է, իսկ ներսում կոկոսի համը լավ զգացվում է։ Հիմա եկեք այս միջուկը փորձենք, ոնց կհասկացա խտացրած կաթի համ ունի։ Ինձ համար շատ համով էր, մի փոքր խտացրած կաթ է այստեղ չէր սազում, բայց ընդհանուր շատ համով էր, կգնահատեմ ինձ թվում է 10-ից 7։ Իսկ եթե ձեզ դուր է գալիս նման ֆորմատը, կոմենտներում անպայման գրեք ու նշեք, թե հաջորդը միասին ինչ ենք փորձարկում։